վարչապետ Փաշինյանը ինքը ոչ թե ժողովրդավարական առաջնորդն է, ինքը այդպես է, չէ՞, հանդիսանում սկզբից։ Ինքը եկել է, որովհետև ինքը իր պատկերացմամբ ինքը Հայաստանի համար նոր Աթաթյուրքն է։ Այ եթե մենք չլինենք, պատերազմ կլինի։ Այ եթե ես էլ չանենք թուրքերի համար, պատերազմ կլինի։ Բայց դենց դու ինչքան ես պատրաստ տալ եւ փոխել, որ պատերազմ չլինի։ Մինչեւ ինքնությունը չփոխվի, այսպես կոչված խաղաղության դիվիդենդները սկսվելու է, գալու է մի պահ, երբ որ մենք ստանալու ենք նավթ Ադրբեջանից, արևտուր լինելու եւ շատերին թվալու է, որ ահա դե ասում են, չէ՞, տեսեք ինչքան լավ է, այս խաղաղության դիվիդենդները էս են, բայց պետք չի խափնվել, հա, դիվիդենդները դա արվելու է նրա համար, որ այո, սկզբից ու ընդունում ես այս մի պահ, հետո ասում ես դե սա էլ է նորմալ, ու հետո գալիս է այդ մի պահ, երբ որ իրանք ասում են, բա մենք ունենք ադրբեջանցիներ, որոնք որ արդեն գույք ունեն Երևանի կենտրոնում, գնել են։ Եկեղեցին չպետք է լինի, ուրեմն վեր եկեղեցին շատ հակաբան տրամադրված, ռևանշիստ են եւ այլն, որովհետեւ ինչ որ նոր եկեղեցի պետք է։ Հա, պետք է նոր եկեղեցի լինի, որը ոնց որ մենք Թուրքիայում լծակները ունենք կառավարում ենք, ինչ որ ձևով նույնն էլ Հայաստանում պետք է լինի։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է տաղավարում, ես այսօր զրուցելու եմ բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի հետ։ Պարոն Մարտիրոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մարտիրոսյան, երբ նայում ենք հայաստանյան իրադարձությունները, մենք հաճախ այսպես շոկ ենք ապրում, զարմանում ենք, բայց միջազգային լրահոսը շատ ավելի այսպես շոկային է։ Օրինակ Թրամփը հայտարարում է, որ Վենեսուելան ինքն է ղեկավարելու, աջակցություն է հայտնում Իրանի ցուցարարներին, այսօր էլ դրա հոսում հայտնվեց, որ Գրենլանդիայի հետ կապված են որոշումներ կայացնելու անկախ նրանից իրենց դա դուր կգա, թե ոչ։ Տպավորություն է ստեղծվում, որ միջազգային իրավունքը կամ այլևս չի գործում, կամ գերտերությունները ծառայեցնում են բացառապես իրենց շահերի համար։ Հիմա չի ստացվում, որ միջազգային իրավունքում այլևս գործում է մեկ կանոն, ուժն է ծնում իրավունք։ Դե որ համակարգը արդեն փլուզման եզրիներ, դա պարզեր 14 տվից էս կողմ, սկիզբը երևի 2008-ից էր, բայց 14 տվից այս կողմ արդեն պարզեր, որ շատ դժվար է լինելու այդ նույն համակարգը, որը ստեղծվել էր Պոտսդամում 45 թվին, Յալտա-Պոտսդամյան այսպես կոչված համակարգը, որ այդ համակարգը այլևս չի աշխատելու։ Թե դրան ինչն է փոխարինելու, կամ էլ հստակ պարզ չէր, որովհետև կար եւ մնում էր մի հեգեմոն, որը Միացյալ Նահանգներն էր, ես նկատի ունեմ 14 թվին, բայց արդեն ձևավորվել էին եւ ուժ էին հավաքում այլ կենտրոններ, Չինաստանը, ես չի ասի, որ Ռուսաստանը ուժ էր հավաքում, բայց այն որ Ռուսաստանի համար անընդունելի էր այդպիսի համակարգը շարունակել, դա միանշանակ, եւ մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ վերջնական տեսքը դեռ չի ստացել նոր համակարգը, բայց գնալով պարզություն լինելու է, որովհետև միջազգային հարաբերություններում կամ դու պետք է անցնես ընդհանրապես քաոսային վիճակի, որը որ շատ վտանգավոր է, որովհետև կարող տանի տարբեր արդեն պատերազմներ կան, բայց մենք կարող ենք տեսնել ավելի բարդ կոշտ պատերազմական վիճակներ, կամ դու ստեղծում ես ինչ-որ նոր համակարգ, այդ համակարգը չի ձևավորվում միայն ցանկությունների հիման վրա, այսինքն գաղափարների կամ արժեքների հիման վրա, դա ստեղծվում է նաև ուժերի բաշխման, ուրեմն իրական ուժերի բաշխման հիման վրա։ Ինչի մասին կարող է խոսքը գնալ, այն ուժային կենտրոնները, որոնք որ ձևավորվել են, դրանք փորձելու են ինչքան կարող են իրանց ազդեցության գոտին լայնացնեն, մենք գնում ենք դեպի այն ինչ-որ 19-րդ դարում էր ձևավորվում, 20-րդ դարվա սկիզբը, այսինքն ստեղծել մի համակարգ, որտեղ այսինքն տարբեր ուրեմն
ինչ որ կոչվում է multilateralism, այսինքն բոլորս մասնակցում ենք, փոքր երկրները հավասար են մեծ երկրներին, որովհետև իրավունք կա եւ այլն, այդ համակարգը չի գործում եւ չէր գործում։ Ուղղակի դժբախտաբար Հայաստանում թե իշխանությունները, թե նույնիսկ ինտելեկտուալ մասը իմ կարծիքով շատ ուշացումով է խաղը կարդում, ընթերցում, հասկանում թե ինչ է տեղի ունենում։ Տեսեք, նոր էս մեր իշխանությունները 18 թիվ է, իրանք գալիս են իշխանության, ինչ են անում իրանք։ Իրանք փորձում են գտնել մի ճամբար, որին պետք է իրանք անդամագրվեն։ Եվ իրենց պատկերացմամբ այդ ճամբարը կոչվում է ժողովրդավարական ճամբար։ Դրա համար ամենչապես առաջի քայլերից մեկը ուրեմն ինչ որ մի խմբավորում է ստեղծվում Միացյալ Նահանգներում Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ, հա, կոչված է ավտորիտար ինչ որ պետությունների դեմ։ Հայաստանը անդամագրվում է։ Հարցը ինչ ունեք ստանալու, երբ որ դուք անդամագրվում եք։ Եվ ինչը կլներ, ինչու է դա սխալ, որովհետեւ երբ որ այդպիսի տուրբուլենտ վիճակում է գտնվում համակարգը դեռ չի ձևավորվել։ Երբ որ դու ինչ որ մի ճամբարից անցնում ես մի ուրիշ ճամբար կամ հստակ ասում ես, որ այդ ճամբարին մեզ է լինելու, բարձրաբար քեզ պատժում են։ Դեռ պետք է հասկանալ այդ ճամբարում պատրաստ են քեզ ընդունել, թե ոչ։ Դու ինքդ պատրաստ, դու ինքդ ներկայացնում ես այդ ժողովրդավարությունը, որի մասին խոսում ես։ Դա մի առանձին հարց է, բայց ուզում ես նմանվես, ուզում ես այդ ճամբարում լինել ու ոնց որ քեզ 18 թվին թվում էր, որ այո, բոլորը ասում են ժողովրդավարություն Հայաստանում, չնայած դա շատ հեռու էր իրականությունից, հա, պատկերացումը թե ինչ է ժողովրդավարությունը, որովհետև կոնսոլիդացված ժողովրդավարությունը պետք է իշխանությունը փոխվի մի քանի հանգամ ընտրությունների միջոցով, ոչ թե մի հանգամ եկել եք իշխանության ընտրությունների բանով եւ մնում եք իշխանությանը։ Դա ժողովրդավարություն չի դեր։ Պարզաբար դա ցանկությունը կար, մենք ուզում ենք լինել արևմտյան ինչ որ աշխարհի անդամ եւ այլն եւ այլն, բայց սխալը ինչու՞մ է, որ դու անդամագրվում ես այնտեղ կամ դառնում ես անվստահելի այն ճամբարի համար, որի հետ դու մինչև այդ համագործակցում ես եւ պարզապես գտնվում ես ոչ այս մի աթոռին ես, ոչ էլ մյուս աթոռին ես։ Հա, նրանք արդեն քեզ չեն ընդունում, իսկ այնտեղ չեն էլ անդամագրել, չեն մտածում քեզ անդամագրես։ Դա շատ վտանգավոր է։ Իսկ ինչն է ճիշտ այդ դեպքում։ Եթե դու փոքր երկիր ես եւ այդ ուժային բաներում միայնակ դու չես կարող միևնույնն է ամենակարևոր խնդիրը լուծես, որը որ անվտանգության դիլեմատ է, դու պետք է կամ նեյտրալ ինչ որ դիրք զբաղացնես, կամ ամեն դեպքում չթշնամացնես հարաբերություններում ոչ մեկի հետ, որ կարողանաս քո շահերը պաշտպանես, այլապես դու չես կարողանալու դա անես։ Ու դա էլ տեղի ունեցավ։ Մեր փորձը այդ ցույց տվեց։ Հիմա ինչ է լինելու սրանից հետո դժվար է ասել, շատերը խոսում են այ Թրամփը խոսում է Մոնրոյի նորից բանից են հիշեցնում, շատ հեռու է Մոնրոյից, մարդիկ որոնք խոսում են պատմական չեն էլ պատկերացնում են ինչի մասին էր Մոնրոն։ Ինքը ինչ ասում, ինքը ասում է աշխարհի այս մասում մենք ենք լինելու, իսկ մյուս մասերում ոնց կբանակցենք, ոնց մեր շահերին կամ այսինքն ինքը չի հրաժարվում նրանից, որ ինքը Միացյալ Նահանգները ինչ որ դերակատարումներ են ունենալու թե Միջին Արևելքում, թե Եվրոպայում եւ այլն եւ այլն։ Ինքը ուղղակի ասում է, որ մենք հրաժարվելու ենք այն մոտեցումներից, որոնք ունեցել ենք նախկինում։ Այսինքն հայտարարել է արժեքներ եւ այդ արժեքների շուրջ ձևավորել քաղաքականություն, արտաքին քաղաքականությունը։ Կոշտ, շահեր եւ տրանզակցիոն մոտեցում։ Սա է պետք մեզ։ Հիմա այդ համատեքստում ես ուզում եմ հասկանալ, թե մենք որտեղ կարող ենք հայտնվել, որովհետև երբ ասում եք, որ ոչ այնտեղ ենք, ոչ այստեղ ենք, ստացվում է եւ շրջապատված ենք մի այնպիսի տարածաշրջանում ենք, որը լի է մարտահրավերներով, այս իրավիճակում ինչ է պետք անել, արդեն սխալները գործված են։ Հիմա ինչ հնարավորություններ ունենք։ Դե մենք երբ որ ասում ենք մենք ինչ հնարավորություններ ունենք, մենք պետք է նայենք, հասկանանք ինչ են անում իշխանությունները։ Իշխանությունները որոշել են, որ իրենք պետք է ուրեմն նոր գոյատևման ձև գտնեն թուրքական աշխարհի հետ եւ անելով այն ամենը, ինչ պահանջում է թուրքական աշխարհը, իրենք ինչ որ մի ձև կարողանալու են այս տարածքում ունենալ ազգային պետություն, որը ոչ ընդունելի կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Դա նոր առասպել է,
Այսինքն իրանք այդ առասպելը բնակչությանը վաճառում են, ասում են, որ այո, լավ է լինելու, տեսեք, հեսա Թուրքիայի, Ադրբեջանի հետ մենք ոնց ենք ձևակերպելու, որովհետև այլ ընտրանք չկա, ռուսները, ես իրանց նարատիվը մի փոքր ավելի հասարակ ձևով ներկայացնեմ։ Ռուսաստանը մեզ դավաճանեց, դրա համար ռուսների հետ մենք չենք կարող լինել, ուրեմն Միացյալ Նահանգները այո, մենք իրանց հետ համագործակցելու ենք Եվրոպայի հետ, բայց ամենակարևորը, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այս տարածքում գտնենք ինչ-որ մի ձև գոյատևելու համար։ Ես կարող է ինչ-որ միտեղ սխալվում եմ իրանց նարատիվը ներկայացնել, բայց մոտավորապես դա է այն է ինչ-որ ասում են։ Հա, ինչ-որ ասում են, հասկանալի է, որ դա։ Ինչու է դա առասպել, որովհետեւ դու հիմնում ես դա ենթադրությունների վրա, ինչ է ուզում Ադրբեջանը եւ Թուրքիան։ Այո, Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն պահանջներ, իրանք ներկայացրել են այդ պահանջները, ինչ պետք է լինի։ Թուրքիան ուզում են Արևմտյան Ադրբեջան եւ այդ համատեքստում դժվար է գտնել Հայաստանը որտեղ է։ Այո, դուք շատ ճիշտ եք ասում։ Իրանք չեն հրաժարվում, չէ՞։ Ինչքան իրանք ասում են Բաքվում Ալիևը ասում է Արևմտյան Ադրբեջան, իրանք ասում են դե դի ներսի իր բանի համար այո, հրաժարվենք Արցախից, իրենք թող հրաժարվեն Արևմտյան Ադրբեջանից։ Չէ, դա այդ վարչապետի խոսքը ընդհանրապես անհետեցություն է, որովհետև ինքը ոնց որ պատմական բանից է դուրս ինչ որ հայտարարություններ անում, իրական բանից իրավիճակից լրիվ դուրս է այդ իր հայտարարությունը։ Այսինքն ոնց որ սակարկելու բան է, հա, մենք սրանից հրաժարվենք, դուք դրանից հրաժարվեք։ Նախ եւ առաջ ինչից էլ դու արդեն հրաժարվել ես, իսկ նրանք չեն հրաժարվում եւ չեն էլ հրաժարվելու, որովհետեւ մեծ հաշվով իրանց ուրեմն պատկերացրած ուրեմն աշխարհում Հայաստանը պետք է ընդհանրապես լինի այնքան փոքր եւ իրանցից կախված, որ ոչ մի ձև չխանգարի իրանց մեծ ծրագրերին կապված Թուրանի հետ եւ այլն։ Հիմա չկա այդպես բան, ինչ պանթուրանիզմ, բայց ինչ եք ասում, որ չկա, երբ որ նրանք ասում են, որ կա։ Չէ, եթե հիշում եք, ինքը ասում էր, այո, իհարկե կա, եւ նույնը Փաշինյանն էր ասում էր դրանից հրեշ եք սարքել, իրանք գալու են գնան, եկեք մենք ճանապարհային կանոնները հիշում եք, կարծում հենց Թուրքիայում էր հայտարարում։ Ասում էր ճանապարհային կանոնները սովորենք ըստ այդմ, որ ամեն անգամ չբախվենք այդ մեքենաներին, որոնց ճանապարհով գալիս գնում են, այսինքն սովորենք այդ աշխարհում ապրել։ Բախվելուն չի, այստեղ կարևոր է հասկանալ մյուս կողմերը, որոնց հետ դու փորձում ես բանակցել, իրանք ինչպես են պատկերացնում հետապագան եւ ինչ են ուզում, ինչու է դա իրանց շահերից։ Դու կամ պետքա փոխես իրենց պատկերացումը շահերի մասին, որը դու չես կարող անես։ Կամ դու պետքա, եթե բանակցում ես այդ ամենի մասին, խաղի կանոններ, իր ասած, դու պետքա անգամ ուժեղ լինես, որ կարողանաս կողմերին պարտադրես, որ սրանք են մենք չենք հրաժարվելու այս կանոններից, բայց դու ոչ են կարող ես անել, ոչ են կարող։ Իսկ ինչ ես անում դու ուղղակի անում ես այն, ինչ որ իրանք քեզնից պահանջում են։ Իսկ ինչ են իրանք պահանջում։ Իրանք ասում են, որ հայր, եթե դուք ուզում եք ստեղ ինչ որ մի ձևով գոյատևել, չեն խոսում նույնիսկ պետականության մասին տարածքում, այս տարածքում լինել ընդհանրապես, ուրեմն դուք պետքա փոխեք ձեր ինքնությունը։ Ձեր ինքնությունը միջև դուք չփոխեք, դուք վտանգավոր եք մեզ համար։ Ուրեմն այդ ինքնությունը ինչը պետքա փոխեք։ Նախ եւ առաջ պատմական ձեր ընդհանուր դիսկուրսը պետքա փոխեք, ձեր պատկերացումը, պատմությունը պետքա Ադրբեջանի ասած ձևով պատկերացնեք։ Հայերը ստեղ չեն եղել, 1828 թվին Գրիբոյեդովը բերել ստեղ լցրել է հայերին, ու դուք ստեղ հյուր եք։ Այո, Մաշտոցն չի եղել, դասագիրքերից հանում են։ Դա կալբան։ Դե մենք հիմա չխորանանք, էլի ինչպես են եղել, բայց պետքա դուք էլ պատմությունը այդ ձև եք պատկերացնում։ Պատմությունը հանինք, սրանք շատ կարևոր, այսպես կոչված գրող սյուներն են, ինքնության։ Դες պետքա փոխեք։ Եկեղեցին չպետք է լինի, ուրեմն ձեր եկեղեցին շատ հակա բան տրամադրված, ռևանշիստ են եւ այլն, որովհետեւ ինչ որ նոր եկեղեցի պետք է։ Հա, պետքա նոր եկեղեցի լինի, որը ոնց որ մենք Թուրքիայում լծակները ունենք կառավարում ենք ինչ որ ձևով նույնն էլ Հայաստանում պետքա լինի եւ պետքա լինի դա միայն Հայաստանի եկեղեցի։ Այո, եւ դրա համար ինքը շեշտում է Հայաստանի այդ։ Ինչու, որովհետեւ դուք ունեք մեծ սփյուռք, այդ սփյուռքը շատ է ձեզ խանգարում, որովհետեւ դրանք գնում են այլ ինչ որ բաներ են պահանջում, որոնք որ չեն համընկնում այդ պատկերացմամբ։ Ուրեմն այդ ամենից եթե հրաժարվեք,
այդ դեպքում եւ հանդուրժող լինեք, որ մենք նորից ադրբեջանցիք վերադառնան իրենց ուրեմն պապական հողեր, ես իրանց եմ ցիտում, հա, ուրեմն այդ դեպքում դուք կունենաք հնարավորություն մեզ հետ գոյատևել։ Անում են իշխանությունները այդ ամենը, անում են։ Մնացել է միայն այդ այսպես կոչված վերադարձը, դա էլ ոչ ամենչապես ոչ են կարող անել։ Տեսեք, երբ որ ես 20 թվին ասում էի, որ այսպես կոչված խաղաղության դիվիդենդները սկսվելու է, գալու է մի պահ, երբ որ մենք ստանալու ենք նավթ Ադրբեջանից, արևտուր լինելու եւ շատերին թվալու է, որ ահա դե ասում են, չէ՞, տեսեք ինչքան լավ է, այս խաղաղության դիվիդենդները էս են, բայց պետք չի խափնվել, հա, դիվիդենդները դա արվելու է նրա համար, որ այո, սկզբից դու ընդունում ես այս մի պահ, հետո ասում ես դե սա էլ է նորմալ, ու հետո գալիս է այդ մի պահ, երբ որ ինգրանք ասում են, բա մենք ունենք ադրբեջանցիներ, որոնք որ արդեն գույք ունեն Երևանի կենտրոնում, գնել են, իրանք կարան չէ վերադառնան, իրանք կարան, դուք ասում եք, որ դուք ժողովրդավար եք, դուք եվրոպական արժեքների ջաթագով եք եւ այլն, ուրեմն պետք է դա լինի, ես ասել եմ դրա մասին 20 թվին, որ դա լինելու է, դա անգամ պարզ էր, իսկ մեզ ասում են չէ, դուք ինչ եք խոսում, հələ 21 թվին ընտրությունների ժամանակ ասում էին հադրութը, բան վերադարձնելու ենք, էս ենք անելու, են ենք անելու, հետո պարզվեց, որ ոչ մի բան էլ չեն անելու, որովհետև կամ դու պետք է, եթե դու քո խոսքի տերն ես, դու պետք է գործնականում ցույց տաս, որ դա անելու ես, կամ հասկանալի էր, որ ոչ մի բան էլ չի անելու, այս մեր այս իշխանությունները ոչ մի բան էլ այդ ուղղությամբ չեն անելու, որովհետև դա առաջերտին վտանգավոր կլիներ իրենց համար իշխանությունը պահելու համար։ Պարոն Մարտիրոսյան, քանի որ մենք այդ դաշտում ենք, ուզում եի ճիշտ ասած մի քիչ եկեղեցու հետ կապված իրադարձությունների մասին նախոսել, հետո գա դրան, բայց թերևս սրան շարունակենք այս թեման։ Հիմա այս ընթացքը կասեցնելու դուք ինչ հնարավորություն եք տեսնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Եվրամիությունից տեսնում ենք աջակցություն, ինչպիսի հռետորաբանություն է հնչում եւ մեր ընդդիմության քայլերն ենք տեսնում կամ այդ քայլերի թույլ տվեք ասել բացակայությունը գոնե այս պահին։ Դե մենք եթե ներսում մենք խնդիր ունենք, մենք մինչև մենք ներսի խնդիրը չլուծենք, մենք ոչ մի բանի չենք կարող հասնել։ Հիմա Եվրամիությունը նորներ Անտոնիո Կոշտան, ուրեմն արձագանքելով Թրամփի այդ Գրենլանդիայի հետ կապված բաներին, ասում է մենք չենք հանդուրժել Կիպրոսից է սկսում, Կիպրոսում բանը Ուկրաինան, Գազան եւ Գրենլանդիան դա Դանիայի տարածք է եւ մենք եւ այլն, բայց չենք թույլ տալու որ խախտվի կամ ուժային ձևով լուծվի։ Բայց մի բառ չի ասում Արցախի մասին։ Եվ ես ոչ թե սպասում եի, որ ինքը կասի, ես չեմ էլ սպասում, որ ինքը կասի։ Ինչու չի ասի, որովհետև մեր իշխանությունները չեն ասում։ Մեր իշխանությունները փակել են այդ էջը։ Իրանց համար այդ էջը փակված է։ Իսկ եթե իրանց համար այդ էջը փակված է, ինչու պետք է եվրոպացի կամ որևէ մեկը, կամ ռուսները, կամ ամերիկացի, կամ որևէ մեկը այդ հարցը նորից ուրեմն օրակարգի մեջ գրանցեն։ Իրանց դա պետք չի։ Իրանց պետք է որ շարունակվի այն իրանց պատկերացրած խաղը, ինչու է եվրոպացիների համար ընդունելի են ինչ որ անում է կամ մեծ հաշվով նաև ամերիկացիների համար ընդունելի են ինչ որ անում է Փաշինյանը, որովհետև իրանց պատկերացմամբ դանդաղ, բայց ինքը անում է բոլոր քայլերը, որոնք որ պետքա Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից։ Հիմա պարադոքսալ կարող է թվա, բայց ինչու է Ռուսաստանի համար ընդունելի են ինչ որ անում է Փաշինյանը։ Ռուսաստանն էլ ասում է, դե մենք զբաղված ենք, մենք ավելի մեծ խնդիր ենք լուծում, ոչ միայն Ուկրաինան, այլ այդ իմ ասած համակարգը, ինչպես է ձևավորվելու այդ պատերազմից հետո կամ մոտակա ժամանակներում մենք տեսնենք արդեն ավելի հստակեցված է այդ բաները։ Մենք միշտ կգանք կվերադառնանք, ձեզնով կզբաղվենք, երբ որ պետք եղավ։ Հիմա արեք այդ, հələ ավելի լավ, որ դուք դրանով դա անում եք, որովհետև ինչքան շատ եք դուք տանում Հայաստանը այդ ճանապարհով, անգամ ներսում դժգոհությունը ավելի հեշտ կլինի հիմնավորել, ինչու այդ դեպի արևմուտք այդ ճանապարհը սխալ է եւ այլն։ Ես հիմա չեմ ասում սխալ են թե ճիշտ են, ես ասում եմ ինչպես են մտածում իրանք։ Եվ պարզվում է, որ դա շատ լավ հնարավորություն է տալիս այս իշխանություններին ասել ստեղից էլ պլստացինք, դից էլ պլստացինք, իշխանությունը պահում, իսկ դա ամենակարևորն է իրանց համար։ Իրանք երբ որ եկան իշխանության, իրանք ասացին մենք իզմեր չենք ճանաչում, այսինքն գաղափարախոսություն չենք ճանաչում, հա, իզմերը որն է,
բայց հետո շատ շուտ բարձվեց, որ մի իզմ կա, որը որ իրանց կուսակցական ամենակարևոր ուրեմն գաղափարախոսական բանն է, սյունն է, դա օպորտունիզմն է։ Այսինքն օգտվել պահից եթե սա է մեզ հարմար այսօր էս ենք անում, վաղը մեզ հարմար լինելու են ենք անելու։ Բայց դա շատ վտանգավոր է, որովհետև ես ինչպես ասացի, այս վիճակում, շատ турբուլենտ վիճակում, երբ որ դու այդպիսի խաղեր ես տանում, դու ասում ես, որ Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի մեջ ես հայտնված, բայց գնում ես հետո Մոսկվայում, ասում ես, որ ԵԱՏՄ-ից չեն գալիս, ուրեմն տնտեսական ինչ-որ բաներ կա, բայց մենք ասենք ինչ-որ դանդաղ բանի վրա ենք, հա, մենք չենք շտապում հայտարարել, որ մենք Ռուսաստանից հրաժարվում ենք։ Հիմա հարց, ռուսները տեսնում են դու ինչ ես անում, իհարկե տեսնում են։ Դա բոլորին էլ պարզ է, թե դու ինչ ես անում։ Այ մենք Եվրոմիություն ուզում ենք անել, բայց մենք չենք շտապում։ Այսինքն քո նպատակը միևնույնն է Եվրոմիությունն է, բայց դու հիմա դեռ պատրաստ չես դրա համար դեռ ռուսների հետ ես։ Իսկ ներսում դու հակառուսական բան ես տարածում, հա, այդ բանը։ Տեսնում են իրանք ինչ ես անում, իհարկե տեսնում են։ Բոլոր ընդդիմադիրները ԿԳԲ-ի գործակալներ են։ Դե հա, բոլորը որ ինչ որ մի բան է իրանց դեմ ասում կամ քննադատում է, անմիջապես դառնում են Ռուսաստանի գործակալ եւ այլն եւ այլն։ Դա շատ պրիմիտիվ եւ բավականին, չգիտեմ, նույնիսկ ես չէի պատկերացնում, որ Հայաստանում կարող է այդպիսի պրիմիտիվ խաղ լինի, հա, որ դու բոլորին ով որ քեզ քննադատում է, նույնիսկ այս վերջերս տեսա Պարուլ Հայրիկյանին էին բանարել, որ ինքը ԿԳԲ-ի գործակալ կարող է լինի, հա, որովհետև ինքը եկեղեցու հարցով ճիշտ դիրքը չէր զբաղեցրել, հա։ Դա ինձ համար պարզ է, որ էլ եմ ասում, ժողովրդավարական մտածելակերպի, ժողովրդավարական մշակույթի հետ ոչ մի կապ չունի դա։ Դա ավելի մոտ է նրան ինչ արվում էր Ստալինի ժամանակ, կամ այլ բռնապետական երկրներում, նույն նացիստական Գերմանիայում, ով որ մեզ հետ չի, ով որ մեզ մեր դեմ է, նա թշնամու հետ է, նա մեր թշնամին է։ Իրանք բացահայտ իհարկե մենք չենք լսում, չէ, որ Փաշինյանը ասի, որ Ռուսաստանն է այդ հիբրիդային պատերազմն է խոսում։ Հենց իրանք չեն էլ հասկանում ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ եւ ինչու է հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային են իրանք ասում, որովհետեւ որոշ ինչ որ ռուսական մամուլ, դե պետական մամուլ, նաև Մարգարիտա Սիմոնյաններով, Սպուտնիկով եւ Սալավյով եւ այլն քննադատական ինչ որ խոսքեր էին ասում մեր իշխանությունների մասին։ Դա հիբրիդային պատերազմ է։ Նորից եմ ասում, իրանց համար ինչ որ իրանց դեմ է, ինչ որ իրանց քննադատում է, դա դեմ է։ Այդ մեկ, երկրորդը դա շատ լավ վաճառվում է, չէ՞, դա է իրանց ամենակարևոր բանը եղել։ Փորձեցին վաճառել արևմուտքին ժողովրդավարություն, երբ որ ժողովրդավարություն էր բան, անդամագրվեցին, հիշում եք, չէ՞, ժողովրդարական ինչ որ ճամբար էր ձևավորվել on-line, Բայդենը ինչ որ բաներ էր անցկացնում։ Թիրախով են, ով է թշնամին։ Ռուսաստանը եւ Չինաստանը։ Իսկ մեզ դա պետք է, ոչ, մեզ պետք չի թշնամանալ ոչ մեկի հետ։ Ոչ մեկի հետ պետք չի թշնամանալ։ Մեզ պետք է անել այն, ինչ որ մեր երկրի շահերից է։ Ոստեղ խնդիր ունենք։ Երբ որ ասում եմ երկրի շահերից է, այդ շահերը մեկնաբանությունները տարբեր կարող են լինել։ Այս հիմա իրանք թող ասեն, որն է իրանց մեկնաբանությունը։ Իրանց մեկնաբանությամբ երկրի շահը լավ ապրելն է։ Լավ ապրելը իրանքի նկատի ունեն նյութական լավ ապրելը։ Բայց դա թույլտվություն է, որովհետև վերադառնալով այդ ինքնության հարցին, պետությունները, ազգային պետությունները ստեղծվել են, որպեսզի իրանք այդ ինքնությունը պաշտպանեն, ապահով ուրեմն ստեղծել ինչ-որ մի տարածքում ապահով մի վիճակ, որտեղ այդ ինքնությունը զարգանալու է։ Եթե դու պատրաստ ես քո ինքնությունը փոխել դրսի պահանջարկներով, դա ինչով է տարբերվում կայսրությունում ապրելուց, հա, նույնիսկ կայսրությունները ասում էին մի փոխեք ձեր ինքնությունը, մնա թող ձեր ինքնությունը։ Իստեղ իրանք ասում են մենք ինքնությունն ենք պատրաստ փոխել։ Պարոն Մարտիրոսյան, հիմա երևի թե հարցը իրանց տեսանկյունից էլ այն պետք է լինի, թե ինչպես հակադրվել օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի նման պետություններին, եթե մենք մեծ հաշվով չունենք այս պահին որևէ այդպես հզոր պետություն, որ մեջքին է իրենց եւ այլն։ Այսինքն, այստեղ
այս քաոտիկ իրավիճակում, որը նաև դուք նկարագրեցիք, ինչ պետք է անի փոքր պետությունը, որ նաև ուժ չունի։ Բայց դա շատ թերի բան է, չէ՞, թեզը։ Դուք տենց միշտ էլ կարող եք դա ասել, որովհետև փոքր Հայաստանը 3 միլիոնանոց Հայաստանը 100 միլիոնանոց Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, եթե միայն ռազմականով եք բանանում, հաշվարկներ անում, երբեք չի ունենալու հնարավորություն լուծել այդ անվտանգային դիլեման, հա, որ անվտանգից է։ Ուրեմն դու ինչպես կարա զսպես իրանց։ Իսկ զսպելը դա միայն ռազմական չի։ Զսպելը դա նաև դիվանագիտական է, զսպելը նաև շատ այլ բաներից է բաղկացած, այսինքն ինչու պետք է իրանք ուժային լուծում չփորձեն տալ այս խնդրին։ Որովհետև պետք է տեսնեն, որ դա ավելի թանկ է իրանց լինելու, քան փորձել նույնիսկ ուժայինը։ Իսկ դու դրա վրա պետք է աշխատես։ Ես հիմա ասած կարճ բանում չեմ կարող ներկայացնել ինչ պետք է դա լինի, բայց ինձ համար պարզ է, չէ, բոլորիս համար պարզ է, որ միայն ռազմականով չի կարող լինել, որովհետև եթե դու ասում ես միայն ռազմականով է, դա երբեք դա չի լինելու։ Մի այլ առասպել, որը իրանք տարածում էին սկզբից, հիմա էլ են շարունակում, այդը մի քիչ ուժեղանանք, հետո տեսեք ոնց ենք մենք իրանց հետ խոսելու։ Տենց բան չի լինելու, որովհետև նրանք էլ գիտեն, որ դու քեզ պետք է միշտ բանեն շատ ներքևում ու ստեղծեն այդ բոլոր կախվածությունները իրանցից, որոնցով իրանք կառավարելու են։ Ու քեզ այստեղ կարող են այս տարածաշրջանում թողնել, որ դու լինես փոքր կարոլիկային պետություն։ Դու չես լինի Մոնակո, որովհետև Մոնակոն շատ հարուստ երկիր է, փոքր, բայց հարուստ երկիր է, նույնիսկ Լիխտենշտեյն չես լինի, այլ լինես այնպես փոքր, իրանցից կախված մի երկիր։ Դա է իրանց նպատակը, ու իրանք դրան են տանում։ Ու դու խաղում ես, այդ նույն խաղը խաղում ես, բայց ասում ես մենք հետո երբ որ կուժեղանանք, այ տեսեք որ ուժեղանանք, հեսա ստեղ տեսեք ինչ հզոր տնտեսություն ենք ստեղծելու, AI ենք բերելու, ես ենք անելու, ուտեղ երբ որ մենք ուժեղանանք, մենք այդ ժամանակ կփոխենք այդ ամենը։ Դա նորից առասպել է, իրանք վաճառում են այդ ապագայի առասպելները, այդ գործում իրանք շատ լավ են։ Իրանք կարող են այդ առասպելները տարածել։ Իրանք եկան այդ առասպելներով, հա, քաղաքական առասպելներով։ Ինչ էին անելու, ոնց էին անելու, ոչ մի բան չարեցին։ Հիմա ասում դե սխալվել ենք այդ ժամանակ։ Իսկ ով ասեց, որ եթե դուք այդ ժամանակ սխալվել եք, հիմա էլ չեք սխալվում։ Ով ասեց։ Եվ ինչու ես պետքա վստահեմ մի ուժի, որը որ եկել է մի խոստումներով, չի կատարել այդ խոստումները, երկրորդ անգամ նորից խոստումներ տվել, երկրորդ անգամ էլ չի կատարել, ես նորից պետք է ուժին հավատամ, որովհետև իրանք գտել են մի բան, որը շատ կարևոր բան է ժողովրդի համար այստեղ, դա խաղաղության բանն է։ Իհարկե բոլորը ուզում են, որ լինի խաղաղություն, որ պատերազմ չլինի եւ այլն եւ այլն։ Եվ դրանք իրանք միշտ դա են ասում, չէ։ Իրանց սիլագիզմը ոնց է կառուցվում բանի։ Ասում են, այ եթե չանենք պատերազմ կլինի։ Այ եթե մենք չլինենք պատերազմ կլինի։ Այ եթե ես էլ չանենք թուրքերի համար պատերազմ կլինի։ Բայց այնց դու ինչն ես պատրաստ տալ եւ փոխել, որ պատերազմ չլինի։ Մինչեւ ինքնությունը չփոխվի, մինչեւ այդ ինքնությունը չփոխվի։ Եվ այո, վարչապետ Փաշինյանը ինքը ոչ թե ժողովրդավարական առաջնորդ է, ինքը այդպես է, չէ, հանդիսանում սկզբից։ Ինքը եկել է, որովհետեւ ինքը իր պատկերացմամբ ինքը Հայաստանի համար նոր Աթաթուրքն է, որովհետեւ ոնց որ Աթաթուրքը եկավ եւ փորձեց ինքնությունը փոխել թուրքերի, այնպես էլ ինքը եկել է, որ մեր ինքնությունը փոխի։ Գալով եկեղեցուն, այս կոնֆլիկտը եկեղեցի պետություն թերևս 18 թվականից կար, բայց նոր թափով եւ նոր ուժով սկսվեց անցած տարվա մայիսին, երբ ճուլանացման մասին հայտարարություններն արվեցին, եւ գնալով ձնագնդու նման կարծես թե աճում է այս իրավիճակը, թեև հասարակության կողմից մենք տեսնում ենք, որ լայն աջակցություն չկա, բայց Փաշինյանը օրինակ 3 արդեն հայտարարեց, որ 13 այսօր առավոտյան արդեն 16 քահանաներ են միացել, բացի 10 եպիսկոպոսներից, որոնք իրեն միացրել են։ Հիմա այս իրավիճակում ինչ հանգուցալուծում եք դուք տեսնում, ինչպես պահել, ինչպես աջակցել եկեղեցուն կամ առհասարակ ինչ է պետք անել։ Չէ, ինչ է պետք անել, դա շատ դժվար հարց է։ Մենք պետք է սկզբից հասկանանք ինչ է տեղի ունենում, հետո նոր հասկանանք ինչ է պետք անել եւ ով պետք է դա անի։ Հիմա երբ որ մենք ասում ենք հասարակության համար անընդունելի է, այդ հասարակությունը պատրաստ է ինչ որ գործնական քայլերի դիմել, որպեսզի դա չլինի։
մեծամասնությունը անտարբեր է իմ կարծիքով, անտարբեր է, ոչ թե չեզոք են, այլ անտարբեր են, իրանց չի հետաքրքրում, թե դա ինչ է տեղի ունենում, խնդիր մեկ, երկրորդ խնդիրը նրանում է, որ եկեղեցին, որպես նրանք էլ այլ ինչ-որ բանի վրա չեն գտնվում, հա, իրանք նույն Հայաստանից, այդ եպիսկոպոսները, իրանք նույն Հայաստանի բնակիչներ են եղել, հա, ուրեմն նույն խնդիրները, որ ունեցել է հասարակությունը, ինչ-որ չափով տարածվել են նաև եկեղեցու վրա, դա ինչ է նշանակում, նշանակում է, որ կան մարդիկ, որոնք որ այլ պատճառներով են հայտնվել այդ եկեղեցու բանով, իրանց կարիերան է հետաքրքրել, իրանց լրիվ ուրիշ բաներ է հետաքրքրել, նյութականն է նույնիսկ հետաքրքրել։ Ինչու՞ չէ, դա էլ կարող է կներեք էլի, ներողություն եմ խնդրում, ընդհանուր այսօր տեղեկություն տարածվեց, որ քահանաների այդ արժեքը $5 միլիոն է, ներողություն եմ խնդրում, ուղղակի այսպես տեղեկության համար։ Ես չգիտեմ դա ինչ կամով է հիմնավորված, բայց մենք տեսանք, չէ, Փաշինյանը քննադատում էր Bentley վարող ուրեմն Սրբազանին, հիմա այդ Bentley վարող Սրբազանը իր հետ եւ այլն, բայց այդ խնդիրը կար, չէ, Bentley վարելը կար եկեղեցում։ Անեն չի որ ես ասում եմ եկեղեցին չուներ խնդիրներ։ Բայց խնդիրը լրիվ այլ է։ Եկեղեցին կարող է խնդիրներ ունենա, բայց մեր եկեղեցին պետք է ինքը հաղթարի իր ներսի խնդիրները։ Ոչ միայն համար, որ եկեղեցին առանձնացված է սահմանադրության, հա, դեկտեմբերի 9-ին նախագահ Մակրոնը մեծ բանով, շուկով, ուրեմն իրանք 1905 թվին ընդունեցին մի օրենք, որով հստակեցվեց այդ տարանջատումը, հա, եկեղեցին եւ պետությունը Ֆրանսիայում, հա, շատ կարևոր օրենք էր եւ տարբեր երկրներ փորձեցին դրան հետևել։ Մենք էլ ունենք մեր սահմանադրության մեջ գրված այդպիսի բան, բայց ինչ է անում Փաշինյանը։ Փաշինյանը ոչ միայն խառնում է եկեղեցու գործերում, ինքը ասում է ինչպիսի կանոնադրություն պետք է ունենա, բայց հետո ինքը տեսավ, որ եթե ինքը մենակով դա անի, դա չի լինի։ Պետք է լինի իբրև թե այդ սրբազանները նաև ուզում են նույն փոփոխությունները, ինչ որ ինքը։ Բայց դու ինչ գործ ունես այդ սրբազանների հետ, ընդհանրապես։ Դու ուրեմն պետության ներկայացուցիչն ես, դու խառնվում ես, եւ մենք տեսանք, չէ, մենք հտկամել խո բան չենք, այդ սրբազանները, որ իրան միացել են, ինչու են միացել, որով նույն ձևով կոմպրոմատ ունես, օգտագործում ես, շանտաժ բերում ես, ում գումար ենք առաջարկում, ում առաջարկում եք լարություն եւ այլն, ու տենց բերել ես, դարձրել ես քո ուրեմն այդ ճամբարի ներկայացուցիչներ եւ այդպես է ստանում խաղը։ Որովհետեւ ինքը սկզբից իրան թված, որ ինքը կարա մի խնդիր վերցնի եւ այդ խնդրի շուրջ այդ պահանջարկները, որ պետքա վեապարը հրաժարական տա եւ այլն, հրաժարական տա, դες բան գոյություն չունի մեր եկեղեցում։ Ուրեմն նույնիսկ տարական բաները հասկանալով, ինքը ինչ ասում, պետությունն է ստեղծել հայոց ուրեմն եկեղեցին։ Ոչ, եթե ինքը մի քիչ խորանար, գնար Էջմիածին, ինքը կհասկանար, որ ըստ մեր ուրեմն պատկերացումների, կրոնական պատկերացումների, հենց Քրիստոսն է ստեղծել մեր ուրեմն եկեղեցին։ Հիմա լավ, չխորանանք այդ հարցերում, դրանք չեն կարող։ Կարևորը ինչ ռազմավարություններ ինքը կիրառում։ Ասեց կուսակրոնությունը խախտված է։ Հետո պարզվեց, որ դա ընդհանրապես խնդիր էլ չի, եւ դու ով ես, որ եկեղեցին ասես, որ կուսակրոնությունը խախտված է։ Եկեղեցին ներսում պետքա կարողանա այդ հարցերը ինքնուրույն լուծել։ Առանց պետական ուրեմն միջամտության, լծակների եւ այլն։ Դու դա չես անում, դու խախտում ես սահմանադրությունը։ Եվ ոչ մի ուրեմն արձագանք, ոչ մի ես նկատի ունեմ իրավական դաշտում, հա, ինչու, որովհետեւ մենք չունենք հանրապետություն։ Այ եթե ունենայինք հանրապետություն, որ Ֆրանսիան ունի հանրապետություն, դեր ունեն։ Եթե հանրապետություն ունենայինք, ուրեմն մեր մոտ դատական համակարգը, որը պետք է անկախ լինի, հա, այդ շատ կարևոր սկզբունքը է հանրապետական, որ պետք է այդ իշխանությունները տարանջատված լինեն։ Եթե ունենայինք այդ սկզբունքով գործող կառավարում, մենք տեսնենք, որ այդ դաշտից իրան անմիջապես կասեն, սահմանադրությունը խախտել ես, բայց չկա տենց բան։ Այսինքն չի գործում սահմանադրությունը, չի գործում օրենքը։ Ով է օրենքը։
Նիկոլ Փաշինյանը, ոնց որ Թրամփը ասում է չկա միջազգային օրենք, միայն իմ ներսի պատկերացումները, իմ բարոյական ուրեմն, իմ խիղճն է եւ այլն, նույն ձևով Փաշինյանը փաստորեն ասում է, որ ես եմ ինչով ես դու տարբերվում բռնապետից։ Դու էլ բռնապետ ես, նույն ձևով բռնապետ ես։ Ուղղակի քեզ որպեսի այսպես կոչված արևմուտքը չդժվարանա այդ հարցում, հա, որտեղ իրանք քեզ են բանանում ներկայացնում որպես ժողովրդավար, ոնց որ Զելենսկին են ներկայացնում որպես ժողովրդավար, ոչ մի կապ չունի դա ժողովրդավարության հետ, բայց դու պետքա գոյնե ձևի համար ինչ որ բաներ պահես, հա, այսինքն ինչ որ ստեղ մի փոքր բանտիկ կպցնենք, որ ասեն, ահա, խոսքի ազատություն կա երկրում, խոսքի ազատություն կա, բայց այդ խոսքի ազատությունը ինչ նշանակություն ունի, եթե դու Խոսքի համար դատապարտում է սրբազանների օրինակ։ Դու կարող ես խոսել, ինչքան ուզում ես խոսի։ Եթե դու չես կարողանում, այդ խոսքը չի ազդում, որ դու կարող ես ասել, ընտրությունները կգան, դե ազատություն ունեք, չէ, օգտվեք այդ ազատությունը, բայց այդ խոսքի ազատությունը միայն չի ապահովում ժողովրդավարությունը։ Նույնիսկ եթե լիներ լիակատար, տեսեք, մարդկանց նստացնում են ինչի համար, որովհետև քննադատել են եւ այլն, ասել է մեր ձևով ենք անելու բանդ։ Ասել են ինչ որ, չգիտեմ, կոպիտ բառեր էին օգտագործել, դրանց էլ նստացրեցին, բայց արևմուտքից գալիս են կայակալածները եւ այլ բաներ, ասում են ժողովրդավարական երկիր է Հայաստանը։ Ինչու, որովհետեւ իրենց շահերից է, ոչ թե նրա համար, որ մենք համապատասխանում ենք կամ ժողովրդավարություն ենք, ոչ մի ժողովրդավարություն չի կարող լինել, եթե չկա երկրում արդարություն։ Արդարությունը չկա երկրում, եթե չկա անկախ դատական համակարգ։ Իսկ ինչից ենք տեսնում, որ չկա այդ, ես միայն այդ մի օրինակը բերեցի այդ սահմանադրության, բայց այդպիսի օրինակներ շատ կարելի է բերել, որտեղ իրանք օգտագործում են որպես լծակ դատական համակարգը։ Դատական համակարգը դարել է իրանք ձեռը լծակ։ Ինչով է տարբերվում Ստալինի ժամանակվա դատերից, ոչ մի բանով։ Պարոն Մարտիրոսյան, հիմա գանք նրան, ինչպես դուք ասացիք, ինչ պետք է անի եւ ով պետք է անի։ Դե իրանք օգտվում են այն բանից, որ կա ընդհանուր ապաթիա, ժողովուրդը հիասթափություն, ապաթիա, չեն հավատում ոչ մեկի եւ այլն, չեն տեսնում ինչ այլ ընտրանք կարող է լինի։ Իրանք օգտվում են դրանով եւ շարունակում են իրանց այդ քարոզը տանել։ Միակ հույսն է, իհարկե, սա կարող է հնչի որպես տարաձայնություն, որովհետեւ ես ասում եմ, որ չկա ժողովրդավարություն, բայց ասում եմ միակ հույսը ընտրությունների ժամանակ ընտրություններով ինչ որ հաղթահարել։ Բայց դա միակ բանն է, որ մնացել է, որովհետեւ ուժային ինչ որ ձևերով փոփոխություն անցկացնել, մարդկանց մոբիլիզացնել այդ ապաթիայի պատճառով, որ Իրանի նման, Պարսկաստանի նման նորից փողոց դուրս գան եւ ինչ որ դա ես չեմ տեսնում դա, որովհետեւ մարդկանց մոտ այդ ապաթիան անգամ ուժեղ է, իրանք էլ օգտվում են դրանից, որ դու չես կարողանալու այդպիսի մոբիլիզացիա անցկացնել։ Ուրեմն ինչ է մնում։ Մնում է իհարկե ընտրությունները, բայց ընտրություններն էլ արդեն խաղի կանոնները խախտված են ժողովրդավարական ընտրությունների։ Տեսեք, իրանք եկան խոսում էին ուղիղ ժողովրդավարության մասին։ Մենք այստեղ հրապարակում մենք բոլոր որոշումները այստեղ ենք կայացնելու։ Հետո ինչ արեցին, իրանք թողեցին այն համակարգը, որը նախկինները ստեղծել էին իրենց համար, որ իրենք ուրեմն վերաստեղծեն, վերարտադրեն ուրեմն իշխանությունը։ Ուրեմն դու օգտվում ես նրանից, ինչ որ ստեղծվել է նրանց կողմից, անում ես այն, ինչ որ պետք է նույն ձևով աշխատի քո համար։ Իսկ դա ինչ է, դա նշանակում է, որ եթե դու ունես մոտավորապես 15-ից 20% ձայն, admin ռեսուրսով եւ այլն, կարող ես այդ կամ հավաքես։ Մոտավորապես, ես չգիտեմ, վերջի հարցումներն ինչ չեմ տեսել։ Թող դա 15%։ Դա կարող է բավարար լինի, որ դու ձևավորես մեծամասնություն։ Եվ ոչ մի առնչություն դա չունի ներկայացական ժողովրդավարության հետ։ Ինչու՞։ Որովհետև հեսա հիմա դուք գանք փողոց 10 հոգի կանացենք, 10 հոգու հարցնենք, ով է իրեն ներկայացնում մեր ազգային ժողովում։ Մի անուն չեն կարողանալ տալ։ Ինչու է այդ պատգամավորը քո շահերը ներկայացնում։ Եվ ինչ արել այդ քո շահերը ուրեմն պաշտպանելու համար։ Հիմա վերադառնալով ընտրություններին։ Եթե անդիմությունը կարողանա ճիշտ բանակցի ներսում եւ ռազմավարություն կիրառի, որը որ
թույլ կտա անել այն ինչ որ խոսքերնակ տեղի ունեցավ 96 թվին։ Այն ժամանակ էլ չէ թվում էր որ մեր դեմ խաղ չկա, ինչեր էին ասում, որ անդիմությունը երբեք չի կարողանա ուրեմն համախմբվի եւ այլն, բայց փաստորեն այն ժամանակ էլ պարզ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել էր այդ ընտրություններին։ Հիմա կարող է այդպիսի սցենար լինի այստեղ։ Կարող է, բայց դա կախված է անդիմադիր գործիչներից։ Ես այսօր չեմ տեսնում, իրանք բոլորը փորձում են իրենց խաղը առաջ տանեն։ Իրանց խաղը առաջ տանելով, քաղաքական խաղը առաջ տանելով, իրանց թվում է, որ իրանք բոլորը ընտրություններում կարող են հաղթել եւ դառնալ անմիջապես վարչապետ։ Այդպիսի բան չի լինում։ Նույնիսկ ամենահզոր ուժը, որը կարող է ձևավորվի դիմադիր, եթե ինքը նոր ուժ է, իսկ ինչու եմ ասում նոր ուժ, որովհետեւ ինչքան էլ դա անարդար լինի, բայց նախկին ուրեմն գործիչները ես նկատի ունեմ երկրորդ, երրորդ, նույնիսկ առաջի նախագահային ինչու՞ չէ։ Իրանք չեն կարողանալու մեծ թվով, մեծ քանակով ձայներ հավաքել։ Դա փաստ է։ Հիմա ինչու է դա մենք կարող ենք խորանալ, բայց դա փաստ է։ Հնարավոր չի։ Ուրեմն մնում է այս կոչված երրորդ ուժը։ Այդ երրորդ ուժին էլ իրանք նույն ձևով վարկաբեկելու են ռուսի բանեք, գործակալը կամ նախկինների բանեք, չնայած եթե նայեք իրանց ԿՊ-ի անդամներին, իրանց կենսագրությունը որ նայեք, շատ նախկիններ կգտնեք այդտեղ։ Բայց դա ոնց որ աշխատող բաներ իրանք օգտագործում են։ Իսկ ինչու եմ ասում, որ իրանց անձնական քաղաքական բանի հետևից են գած։ Դու չես կարող մտնել որպես նոր ուժ եւ անմիջապես ստանալ մեծամասնություն, հա, պարլամենտում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եթե դու իրոք նպատակը դրել ես երկիրը ազատել այս իշխանություններից, ուրեմն դու պետք է ստեղծես կոալիցիաներ։ Այլ ձև չի լինելու։ Իսկ կոալիցիան ինչի հիմնան վրա պետք է լինի։ Ինչքան էլ տարբերվեն մեր ծրագրերը, գաղափարախոսությունը, մենք մի սկզբունք ունենք, մենք մի հիմք ունենք, որը նշանակում է, որ հենց եկանք ընտրվեցինք, ու նշանակություն չունի, մենք 10% ենք ունենալու, 7% ենք ունենալու եւ այլն, բայց մենք բոլորս գնում ենք այն նպատակով, որ մենք համախմբվելու ենք եւ մեծամասնություն ենք ձևավորելու, որը որ ոչ միայն այս իշխանություններից է ազատելու երկիրը, այլ նաեւ ստեղծելու են նոր կանոններ, որոնցով անցկացվել են արդար ընտրություններ ես ասում։ Դե կոալիցիաները թերևս արդեն ընտրություններից հետո, բայց մինչ ընտրություն իրանք պետքա ստեղծեն այդ կոալիցիան, որ իրանք, տեսեք, ես որպես ընտրող գնում եմ, հիմա ես ձայն եմ տալիս այս մի կուսակցությանը, որը որ ինչ որ բաներ է խոստանում էլի, ասում է, այ որ մենք դառնանք վարչապետ, տեսեք ինչեր ենք անելու։ Դա ինչ չի համոզում, ես չգիտեմ ում է համոզում Հայաստանում, բայց ինչ չի համոզում, որ նախ եւ առաջ ես չգիտեմ դու դառնալու ես վարչապետ թե չէ, եւ հավանականությունը շատ ցածր է, որ դառնալու ես անմիջապես վարչապետ։ Երկրորդը ինչ հաշակում, երբ որ դու սկսում ես մտնում ես ինչ որ այդ ծրագրային ինչ որ բանով, հա, ընտրություններին։ Դա նշանակում է, որ դու ընդունում ես խաղի կանոնները, որը որ իշխանություններն են պարտադրել։ Այսինքն դու ուզում ես իրանց հետ մտնել ինչ որ բանավեճի մեջ, այ մեր ծրագիրը ավելի լավն է, ձեր ծրագիրը վատն էր, այ դուք վատն եք, մենք ավելի լավն ենք եւ այլն։ Դրանով դու նորից այդ խաղը լեգիտիմացնում ես լրիվ։ Դա այն է, ինչ որ պետքա Փաշինյանին։ Իսկ ինչ պետք է արվի, իրանք բոլորը պետք է ասեն, որ իրանք գնում են պարլամենտ, հա, իրանք ունեն տարբեր գաղափարախոսություններ, տարբեր ծրագրեր եւ այլն, բայց գնում են պարլամենտ մի նպատակով, որ իրանք պետքա ամեն ինչ անեն, որ ազատեն երկիրը այս անարդար համակարգից։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Դե շնորհակալություն։ Հիշեցնեմ, զրուցում էի կոնֆլիկտաբար, մանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետևում եք։